Բաքվում շինծու մեղադրանքներով ՑՄՀ ազատազրկման դատապարտված բարերար Ռուբեն Վարդանյանի կնոջ և մնացած հայ գերիների հարազատների Բաքու այց կազմակերպելու հարցում դեռ հստակություն չկա։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այսօր չի հստակեցրել այդ հարցի շուրջ ադրբեջանական կողմի հետ քննարկումներ կան այժմ թե ոչ։ Եթե առկա լինի հրապարակման ենթակա տեղեկատվություն, բնականաբար ես ինքս նաև հրապարակային հանդես կգամ, բայց այս պահին հաշվի առեք, որ ցանկացած հարց կարող է քննարկման առարկա լինել, պարզապես նկատի ունեցեք, որ այդ բոլոր հարցերը բազմաշերտ են։ Ես իմ մասով հիմա բնականաբար չեմ խոսում պետական իշխանության անունից, որովհետև այդպիսի լիազորություն չեմ կարող ունենալ։ Վարդանյանն օրեր առաջ էր նման այց կազմակերպելու խնդրանքով դիմել Հայաստանի օմբուդսմենին։ Նա հայտնել էր, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի Սաբինա Ալիևայի հետ, բարձրաձայնել իր և մյուս հայ գերիների պահման պայմանների հետ կապված բազմաթիվ խնդիրները։ Ալիևան էլ հայտնել է իրեն, որ հայ պաշտոնակցի հետ արդեն իսկ քննարկել են նրա Բաքու այցելելու հնարավորությունը։ Անահիտ Մանասյանն ասում է, որ Բաքվից պաշտոնապես նման հրավեր չի ստացել։ Մենք չենք ասում գնացեք Ադրբեջանում ինչ-որ բան արեք։ Դուք գոնե ձեզ համար բարոյական պարտք չեք համարում։ Դուք դիմեք, անձամբ դիմեք Ադրբեջանի ձեր համապատասխան գործընկերոջը, որպեսզի այց կազմակերպի, ոչ թե սպասեք, թե նրանք ձեզ կկանչեն, չեն կանչի։ Դուք անձամբ նախաձեռնություն վերցնեք ձեր ձեռքը, որովհետև տեղի է ունենում, ելի եմ ասում, հայ մարդու իրավունքների խախտում։ Եթե ձեզ թվում է, որ միայն օրինակ մեկ հոգի կամ երկու հոգի է մտածում Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի իրավունքների մասին, ապա կարծում եմ սխալվում եք։ Մանասյանն այդպես էլ հստակ չի պատասխանում հարցին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն իրատեսական չի համարում նման այցի կազմակերպումը եւ դժվարանում է ասել, թե կոնկրետ ինչ արդյունք կարող է տալ այն, եթե անգամ տեղի ունենա, ինչը Բաքու այցի նպատակահարմարության վերաբերյալ հարցեր է առաջացնում։ Հայաստանի ՄԻՊ-ը, եթե անգամ հնարավորություն ունենա տեսակցելու հայերին, բարձրաձայնվող խնդիրները չի կարող արձանագրել եւ չի կարող հարցավորել, այլ կերպ ասած, չի կարող թե հրապարակային եւ թե մասնավոր հաղորդակցության միջոցով Ադրբեջանի իշխանություններին ներկայացնել իրեն հուզող խնդիրները եւ օրինակ պահանջել շտկել այդ հարցերը հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը կարող է քննարկման առարկա դարձնել բացառապես Հայաստանի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունները։ Ցույց տալու համար, թե ինչ պայմաններում են պահվում հայ գերիներն ու արդյոք դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, լավագույն մեխանիզմն ըստ իրավապաշտպանի խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի միջամտությունն է։ Կարող է շատ գործող մեխանիզմ լինել, եթե հրավեր ուղարկեին եւ նշեին, որ հրավիրում են այս կոմիտեի այցելել Ադրբեջան, տեսակցել հայերին եւ առաջարկում են նաեւ կազմում հատուկ ընդգրկել Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ին որպես կոմիտեի անդամ եւ նման այցելությունը նպատակային կլիներ, իմաստալից կլիներ եւ այդ այցելության արդյունքում կոմիտեն, որի կազմում կլիներ Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը, կարող էր արձանագրել այն բազում խնդիրները, որոնց մենք առնչվում ենք ամենօրյա հիմունքներով։ Հայ գերիների հարազատների այց կազմակերպելը սակայն Սահակյանը կարևոր է համարում եւ նպատակային, իսկ դրա իրականացումն ասում է կախված է բացառապես Երևանի եւ Բաքվի ցանկությունից։ Հայաստանի պետական մարմինները չպետք է անգործություն ցուցաբերեն եւ մենք ունենք նաեւ նախադեպ լավ դրական է թե բացական, դա կարծում եմ պետք է հասարակությունը գնահատի, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարողացել են հենց պետության աջակցությամբ երկու պետությունների միջև տարաբնույթ բանակցությունների արդյունքում ապահովել փոխադարձ այցելություններ։ Կարծում եմ հենց այդ ձևաչափի օգտագործմամբ պետությունը պետք է ապահովի ընտանիքի անդամների այցելությունը Բաքու, որտեղ նրանք կտեսակցեն իրենց հարազատներին։ Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, այդ թվում Արցախի ղեկավարների վերադարձի հարցն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է եւ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի խնդրին լուծում տրվի։ Եթե տեսած լինեմ կամ տեսնեմ անգործության կամ ընդհանրապես իրենց լիազորությունները չգործադրելու խնդիր, բնականաբար ես ինքս Հիմա չեք տեսնում։ Եթե տեսնեմ նման խնդիր, ես դրա վերաբերյալ հանդես կգամ հրապարակային։
Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն էլ են հավաստիացնում, որ հնարավոր բոլոր քայլերին դիմում են խնդրի նոր առաջ լուծում տալու համար։ Հայգերիների շահերի ներկայացուցիչը սակայն բավարար ջանքեր չի տեսնում կառավարության կողմից այս հարցում։ Բազմաթիվ քայլեր կան, որոնք ասում է չեն ձեռնարկվել մինչ օրս։ Խոշտանգումների մասին միջազգային կոնվենցիայի հիման վրա օրինակ կառավարությունը կարող է գանգատ ներկայացնել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան եւ ոչ միայն, բայց չի արել։ Ինչի պատճառը հավանաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրի դրույթներն են։ Հայաստանի Հանրապետությունը ունի միջազգային համաձայնագրերով, Վիեննայի կոնվենցիաներով երաշխավորված իրավունք տեսակցելու օտար երկրապետությունում ազատությունից զրկված իր քաղաքացիներին։ Սա Հայաստանի իրավունքն է եւ որևէ պետություն, այլ թվում Ադրբեջանը, չի կարող սահմանափակել կամ միջամտել այս իրավունքի իրացմանը։ Այստեղ Հայաստանը կարող է ինքնասահմանափակել իր իրավունքը, որտեղ իրավունքը դա հայեցողություն հնարավորություն է եւ չիրացնել։ Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո իրավապաշտպաններն առաջարկել են կառավարությանը հենց այս մեխանիզմից օգտվել, սակայն իշխանությունները Սահակյանի խոսքով արդեն 1 տարուց ավելի է մտածում են օգտվեն լիակատար մեկուսացման մեջ գտնվող իրենց քաղաքացիներին տեսակցելու հնարավորությունից, թե ոչ։ Սա ինձ համար անգործություն է եւ ես չեմ կարող գտնել որևէ ողջամիտ բացատրություն, թե ինչու պետությունը չպետք է ցանկանա տեսակցել իր քաղաքացուն, որը գտնվում է խիստ խոցելի վիճակում եւ որի ազատ արձակումը տարբեր քաղաքական եւ այլ պատճառներով ձգձգվում է։